Ինձ սալդատներ էին տալիս, նայրադը, որ տանը աշխատցնեի։ Տղաներին բաժանել էին մասնագետներին, ամեն մեկի մի գործի վրա բաժանել էին, ես էլ բրիգադին էի, որ սալդատի տանում է, ասում է, ձեզ давай такое место, чтобы дозы много было։ Չէին հասկանում։ Դե ինչի, երեխան ինչ պետք է հասկանա։ Зачем тебе дозы много, чтобы раньше домой пошел։ Շատերն էս չեն հասկացել։ Մի բան էլ պատմեմ, ինգերնեցս իմ հետ ինգերից մեկ աշխատում էր պաստանցիայում, այնտեղ, չգիտեմ, վերտալյոտը գալիս էր հեղուկ էր բաց թողնում ռակտորի վրա, պլյոնկա կապեր, որ ասենք ռադիացիան քիչ լիներ, էլի։ Այդ հեղուկ պատրաստում էին պաստանցիայում։ Մեր տղաներից երկուսը իմ հետ գնացած աշխատում էին պաստանցիայում։ Այդ հեղուկը մեծ բատյաներով այդտեղ էին պատրաստում, սպիրտից էին պատրաստում։ Տղաներից մեկը մի օր եկավ ասավ, ջազ ասավ, թե ես շայել էին էլի, ասավ սես բան կար, կատուն ձակ հապել է, ձակի թաթիկների չկա, ասի ոնց բա, մի որ գնացի, ասի տարցուց ձակերը թաթերը չկային, կտկտալով պոլերի վեր ման էին գալում։ Արդեն ազդեցությունը թողել էր